Երաժշտությունը հոգուճիչն է, որի պատմությունը կերտում են նոտաները։ Երաժշտությունը մեր հույզերն են, մեր ապրումները, մեր սերը, ձգտումները, նվաճումները։ Երաժշտությունը մեր հոգուճիչն ու մեր կյանքի պատմությունն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր այս տաղավարում հյուրընկալելու եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված տաղանդավոր երաժիշտ Կամո Սեյրանյանին։ Կամո ջան, համեցեք, բարի գալուստ մեր տաղավար։ Հրաշալի է, որ այսօր դուք եք իմ հյուրը։ Ես էլ եմ շատ ուրախ, եղբայր։ Հուսով եմ լավ զրույց ենք ունենալու։ Ես էլ եմ հուսով։ Կամո, այսօր մենք կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, մանկությունից մինչ այսօր կհասնենք ու կփորձենք փոքրիկ կանգառներ վերցնել ու լսել ձեր կյանքի պատմությունը, որը կարծում եմ շատ հետաքրքիր է եւ շատ բան կա այսօր այս տաղավարում խոստովանելու։ Սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ քաղաք Չարենցավանում, առևտրականների ընտանիքում։ Հայրս գործակատար, մայրս գործակատար, կոմունիստների թվին ասում էին խանութի վարիչ, հայրս պապաս խանութի վարիչ եղել, մայրս գործակատար իր ամբողջ կյանքում։ Այդ կոմունիստների ժամանակ այդ պետական խանութներում, հետո մենք 90-ականներից հետո մենք մեր սեփական բիզնեսն ունեցանք, մեր սեփական խանութը, հայրս Չարենցավան քաղաքի առաջին սեփական հացի փուռն բացել։ Ու դեն ընտանիքով բացի ինձանից բոլորը աշխատում էին, որտեղ ես ուսանող էի։ Այսօր կա այդ հացի փուռը։ Այդ հացի փուռը չկա։ Կամո դպրոցում լավ եք սովորել։ Դպրոցում, որ ասեմ լավ եմ սովորել, սուտ կլինի, այս միջին։ Դպրոցն ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը։ Դպրոցը ավարտելուց հետո դպրոցի հետ համատեղ երաժշտական դպրոց, Չարենցավանի երաժշտական դպրոցն եմ սովորել։ Ու դրանից հետո 8-ից դուրս եկա, ես ավելի տեսնում էի երևի առևտրի մեջ, որովհետև այդ ժամանակ արդեն Չարենցավանում մեր հացի փուռը կար, խանութը կար, ուզում էի ծնողների օգնել, բայց պապաս ամեն ինչ անում էր, որ ես երաժիշտ դառնայի ու դպրոցն էլ արդեն վերջացել էի, դպրոցը, որ 8-ից դուրս եկա երաժշտական դպրոցն էլ 5-րդ դասանը ավարտեցի ու 1 տարի չզբաղվեցի երգերաժշտությամբ ու մի գեղեցիկ օր հայրս ասեց արի փորձենք նորից պարապես ընդունվես ուսումնարան, դառնաս ուսանող, այդ ուսանողը երևի մի քիչ ավելի ինձի ոգևորեց։ Երևան գնալ, Չարենցավան էի ապրում, բայց այնպես չէ, Չարենցավանը շատ հետաքրքիր քաղաք է բոլոր ժամանակներում։ Այդ սովետական ժամանակաշրջանում հանրապետության համար առաջի ակտիվ քաղաքներից մեկն է եղել, որովհետև արդյունաբերական քաղաք էր։ Հանրապետությունում շքան խելացի մարդ կար, ապրում էր Չարենցավանում, տնտեսագետներ, ինժեներներ, չգիտեմ, գնացինք իմ վարպետի մոտ, ասեցինք, որոշել ենք, որ ուսումնարան ընդունենք, վարպետը ծիծաղելով ասեց Համբրի ջան, ասեց Պողոս Պետրոս դուրս չի գա, այս մարդը երաժշտություն չի սիրում, հազիվ ավարտել է, վերջը շատ խնդրեցինք, վարպետս պայմանավորեցինք 3 ամիս փորձնական պարապում եմ, կստացվի, չի ստացվի, ես իմ ճանապարհով ու այդ 3 ամիսը դառավ իմ կյանքի ճակատագրական 3 ամիսը։ Այդ 3 ամսում ես սիրահարվեցի դուդուկ գործիքին, դուդուկը դարձավ իմ կեսս մինչև այսօր։ Ես անգամ մի պատմություն գիտեմ, որ ձեր հայրը անգամ ձեզ այսպես ճակերտների մեջ վերցնենք, ստիպել է, որ դուք սիրեք երաժշտությունը, մի պայման է դրել, եթե պարապեց, ես քեզ գումար կտամ։ Այդ պատմությունը մենակ դուք փաստորեն զանգել եք մեր տնեցիկին խոսել եք։ Ու անգամ հիշում եմ, անգամ գիտեմ, որ Չարենցավանում կա մի ակորդեոն, որը եղել է ձեր առաջին գործիքը, որի վրա սկսել եք պարապել։ Փաստորեն դուք այս հաղորդմանը լավ եք պատրաստել, ես ուրեմն ավելի մանրամաս ու ավելի անկեղծ կպատասխանեմ։ Շնորհակալ եմ։ Ես արդեն ասեցի, չէ՞ որ ուզում եի առևտրական դառնալ։ Այո։ Սիրում էի ծախսել, աշխատել երեխա ժամանակվանից։ Հայրս հետո եմ իմանում, որ
առանձին իմ հայատի ընկերներին, դասընկերներին, քաղաքային ընկերներին ու մեծ որ ես տարիս առում էի, բոլորին առանձին դուրսը բռնում էր, ասպես խնդրում եմ ես մի տարին կամոին չզանգեք, կամոին չկանչեք դուրս, չկանչեք, չգիտեմ, ես իշտեղ եք նայք, որտեղ կամոն պետք է ուսումնարան ընդունվի, հորս երազանքներ, նպատակներ։ Ինքն է շրջապատի մարդ, ինքն էլ կյանքի մարդ, շրջապատի մարդ, իրան, բայց իմ խաթր ինքը իր շրջապատից դաժե այդ շրջանում կտրվեց, որ տունը մնա, որ ստիպի ես պարապեմ։ Ես էլ ասում էի, շատ ժամանակ ասպես մի գործը այսքան փող կտամ նվագի, ասում էի հարց չկա։ Ու հետս ասեցի առևտրական, ինքը երաժշտությունից հեռու մարդ, ակարդիոն գնեց, որ տունը նստի կողքս ինձ դամպայի ու ես նվագեմ ու այդ մութուլ խավար տարիներն էր 91, 92, 90 հավատացեք այդ իմ պարապմունքով այդ մութ տարիները ամբողջ մեր շենքը, դիմացի շենքը իմ երաժշտության տակ շատ ժամանակ հարևաններից զանգում էին, ասում էին տնեցիկի մերոնց ասում էին կամոյին ասեք մի հատ Գուսան Աշոտի օջախումը նվագի մեր վերևի հարևանուին Երջան Կայշադակ մեր շատ հարազատ հարևանուին շատ լավ երգում էր, շատ ժամանակ գալիս էր, ես նվագում էի, ինքը երգում էր։ Այդտենց կաշառքով ինձի Արայիկ ջան երաժիշտ սարքեցին։ Այն էլ ինչ երաժիշտ։ Իմ վաղվանից կաշառակեր եմ եղել։ Ես գնահատում եմ ձեր անկեղծությունը, կամ գիտեք, պատմում եք ձեր պատմությունը, պատմության կյանքի այս հատված ու ես շատ այսպես ներսս մեծ ուրախություն էր, որ հայրը ձեր չկոտրվեց, պայքարեց, որ իր որդին դառնա երաժիշտ, այն էլ ինչ երաժիշտ։ Այսօր դուք աշխարհի շատ մեծ բեմերից եք ելույթ ունենում ու տարածում եք, սփռում եք դուդուկի մեղմ ու գեղեցիկ հնչյունները եւ կարծում եմ որ ձեր ամբողջ կյանքի ընթացքում պետք է միշտ դուք էլ անկեղծ պետք է լինեք, բայց պատմությունը որտե՞ս գիտեք։ Մենք ամեն բան կբացահայտենք նախագծի վերջում, որովհետեւ դեռ շատ, սա սկիզբն է, դեռ շատ անակնկալներ կան, կամաց կհասկանաք։ Կամո եւ հետո արդեն ինչպես ստացվեց մուտքը պրոֆեսիոնալ երաժշտություն, պրոֆեսիոնալ բեմ, որտեղից Կամո Սերյանյան անուն ազգանունը հայտարարվեց որպես կայացած երաժշտի։ Պրոֆեսիոնալ երաժշտությունը արդեն ես կոնսերվատորիան ավարտեցի։ Ես ուսումնանս սովորեցի 3 տարի, 4-րդ կուրս շարունակելով գործերս տվեցի, փորձեցի կոնսերվատորիա ու բավականին բարձր գնահատականներով ես ընդունվեցի կոնսերվատորիա։ Կոնսերվատորիան ավարտեցի 2002-ին եւ 2003-ի այսօրվապես հիշում եմ ապրիլ-մայիս ամիսներ իմ շատ սիրելի ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը զանգեց ասեց ու ես տղա ջան, ասեց արի կոնսերվատորիա, վերջը գնացի մայստրոյիս մոտ, ասեց ես քեզ որոշել եմ հրավիրեմ կոնսերվատորիա դասավանդես։ Ես չեք պատկերացնում շոկի մեջ էի, ուրախության չափուսաման չկար, ես ուժել այդքան աճել եմ, որ կարամ դասավանդեմ, ու ուրախությամբ մի անգամից որ դուրս եկա զանգեցի ծնողներիս, ասի սենց բան են, ու մայստրոն ամեն ինչ արեց, ես 2003-ից առ այսօր դասավանդում եմ Երևանի պետական կոմիտասիաման պետկոնսերվատորիայում ժողգործիկների ամբիոնի դուդուկի դասարանում։ Իսկ հաճախ եք հանդիպում պարոն Ոսկանյանի հետ։ Ձեր հանդիպումները հաճախակ են։ Հաճախ, եթե չենք էլ հանդիպում, անդադ մենք կապի մեջ ենք։ Վերջին անգամ երբ եք տեսել Կամո, երբ եք հանդիպում։ Վերջին անգամ նոր տարվան եմ տեսել։ Հունվարի 3-ին գնացել եմ մայստրոյիս տուն։ Շնորհավորել եմ նոր տարին։ Քալիք սուրբ ծնունդը։ Ես ինչ եմ սա հարցնում, որ հենց հիմա նորից առիթ ունեք նրան հանդիպելու, որովհետև մեզ է միանում իր անակնկալ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, կոմպոզիտոր, մեր շատ սիրելի Արզաս Ոսկանյանը։ Պարոն Ոսկանյան, համեցեք։ Այսպիսի անակնկալներ, համեցեք։ Տեսնում ես, մեզ մոտ ինչ անակնկալներ են լինում, Կամո ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Բարև եկել, շատ շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Համեցեք, նստեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ միացեք մեր պատական ձեր մասին էր պատմում հենց նոր կամոն։ Բերիչ լավալի սուտ բաներ չեղան։ Ոնց եք մայստրո։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք ձեր ներկայության համար եւ շնորհակալ ենք, որ միացաք մեր զրույցին։ Այնպիսի հարցով եւ այնպիսի մարդու համար, որ մեծ սիրով եկել եմ։ Ես շոկի մեջ եմ ուղղակի։ Պարոն Ոսկանյան, քիչ առաջ Կամոն պատմում էր, որ դուք նրան հրավիրեցիք, որպեսզի նա դասավանդի կոնսերվատորիայում։ Ինչպես հասկացաք, որ նա կարող է դասավանդել եւ պետք է դասավանդի։ Որ գլուխ գովեմ ասեմ հասկացած չէ։ Բայց տաղանդավոր երիտասարդ, հա, բավականին ճկուն մտքով, ինչպես տեսնում եք, կռահումս արդարացել է։ Այո։ Հա, բազմակողմանի ճկուն մտքով եւ կարիք կար եւ Կամոյին հրավիրեցի եւ մի շատ լավ Կամոյի գոլեգան Վարազդատ Հովհաննիսյանը, որը գնաց Ղարաբաղ բան, հիմա վերադարձել է Երևանում է, եթե ես ու Կամոն հաջողացնենք նորից կմտնի կոնսերվատորիա։ Ես մենակ ուրախ կլինեմ Վարազդատը։ Իսկ Կամոն բազմա շատ ճկուն մտքիտ էր իսկապես, շատ հրաշալի անձնավորություն, երիտասարդ, մի կարևոր բան էլ կա, որ իմ կարծիքով դա ոչ բոլորն ունեն բարությունը եւ օգնելու պատրաստակամությունը։ Կամոյին դարձնում էր, բերում էր դնում եզակի վիճակի մեջ, որտեղ ուրեմն ես ձեզ ասեմ մի այսպիսի բան։ Դե ընդունված է կենցաղան երաժշտություն է, վճարում են, վաստակում են, բան։ Կամոն իր այդպես արվեստի մատուցումը մեծ մասը կատարել է, մեր լեզվով ասած պատիվ է տվել։ Այո։ Հա։ Եվ դա չի եղել միայն բանում, Երևանում կամ Հայաստանին։ Մեկ էլ 3 օրով թռավ Մոսկվա եւ եկավ։ 18 տարեկանից մինչև այսօր այս աշկից դեպովացա, որտեվ ես այդ տարիները մայստրոյից ձեռի տակով եմ սենց անցել, որի համար շատ ուրախ եմ ու շատ ժամանակ ես բոլոր տեղերում, որ խոսք ալինում, ասում եմ իմ կնքահայրն է արվեստի մեջ։ Կամո Սեյրանյան, հաղորդումը ձերն է, թողեք ես խոսեմ։ Իմ կնքահայրն է արվեստի մեջ։ Շատ գեղեցիկ կոչում եք շնորհել, Կամո, բրավո։ Մայստրոյից ցավը տանեմ։ Պետք է նշեմ Գևորգ Տաբաղյանին, իր ուսուցչին, պրոֆեսորին, որը որ մի քանի շարք չի լինում, էլի լավ ուսանողներից մեկը եւ այսօր կողքին աշխատում է Կամոն։ Կամոն ինքը դարձավ հատկապես թվեր չասեմ, տարի չասեմ, բան առաջի շրջանում ուղղակի փայլուն մանկավարժություն սկսեց անել։ Դե հիմա կյանքը մի քիչ ուրիշ տեղ գնաց, բան եղավ, մոլորակը խառնվեց իրար, բայց կարծում եմ կոնսերվատորիան շուտով որ վերանորոգումը վերջանա, մենք էլի բոլորով նույն ջերմությամբ, նույն պատասխանատվությամբ եւ այդ թվում Կամոն, որտեղ ինքը շատ մեծ համարում ունի որպես դասախոս, շատ մեծ համարում ունի, Կամոյի մոտ անընդհատ ցանկություն են ունենում սովորելու։ Հիշում եմ Կամոն դուդուկը ձեռքին, այո, հա, եւ ուսանողը որ ոչ միայն խոսքով է խոսքի միջոցով է նրան հղկում, կրթում, այսպես ձայնը այսպես արտաբերելու, ինքը պրակտիկ դուդուկը դնում է իր շերտունքներին, ինչպես Վարազդատ Հովհաննիսյանը կասեր Կամոյի պաստանովկան, այսպես։ Քննության ենք եղել, ընդունելության, բանը, Վարազդատը շատ լավ տղա է ու քչախոս Կամոյին։ Ինչ իմացար։ կանգնելու դիրքից, ձեռքերի դիրքից։ Կամոյի։ Փաստորեն դες բաներ կա։ Տես Կամո ջան։
Բոլոր առումներով ուրախացեք եք։ Արայք ջան, շնորհակալ եմ։ Մենք ենք Ձեզ ձեր շնորհակալ։ հաղորդաշարին, որ մայստրոյից տեսա, մայստրոյից տեսել էի հունվարի 3-ին իրենց տանը նոր տարվան, բայց հավատացիք, եթե ամեն օր չես օրը մեջ մտքով ասում եմ, այն մարդ ասում եմ, մայստրոյին չհարմարացի, Ուղղակի բանը այս մի քիչ աշխարհիկ խոսքան թողում են, որ տղան հորը քաշի։ Ժամանակ չկա, նաև ասում եմ, տարածությունը մեզ խանգարում է։ Կամո, իսկ կա մի խորհուրդ կամ դաս, որ պարոն Ոսկանյանը կյանքում ձեզ տվել է եւ դուք ամուր պահել եք, հիշում եք միշտ եւ կիրառում եք թե մասնագիտական կյանքում, թե առօրյա կյանքում։ շատ խորհուրդներ է, շատ։ Բայց մայստրոն իմ կյանքում մի հատ գեղեցիկ օր, ինձ մի հատ բան ասել, ու ես այդ օրվանից հետո լրիվ 100 աստիճանի տակ փոխվել եմ։ Ինչ է ասել։ Էդի թող գաղտնիք մնա։ Այսօրվա պես հիշում Ես եմ, կուզեի իմանալ։ Մյուս էլ եւ հերոստատող հիմա կասի Հա, ինչու՞ Մոտավոր հերոստատիտողներին ինչ որ գցում այո, տարակուսանքի է։ կարտերը բաց լավ պատմեմ, մայստրո ջան։ Չեմ նեղանա։ Այսօրվա պես հիշում եմ հավաքվել էինք կոնսերվատորիայի բակում, բոլորս պետք է գնայինք մեր դասախոսներից Ծովակ Համբարձումյանի Պանիխիդային ու բոլոր դասախոսները իմ են ջայլ վաղտը սաորնես երումա դասախոսներից մեր իմ ջայլ վաղտը սաորնես երումա կանչեց ինձ ու կանչեց իմ դասախոսին, իմ վարպետին Գևորգին Դաբաղյան երկուսից փաթաթեց սենց ասես դուք երկուսդ էլ իմ տղեկն եք իրար մեջքի կանգնեք դուք ավելի հզոր կլինեք այդ օրվա ասածից հետո ես մայստրոյի ասած ու ես իմ բոլոր իմ ընկերներին այդտենց ընդունում եմ միջև այսօր բրավո։ Կարծեմ այդ խոսքը արդիական է։ Այո։ Ված չլինի կրկնեի։ Այո, այո։ Արայք ջան, մասնակիցա մեջ թե սպորտի մեջ, չէ՞ դες բան կա, չէ՞ որ Իհարկե։ մայստրոյի ասածը դարավետի Ոսկե կան։ ու այդ դրոպեին նայեցի մայստրոյի աշկերին, ինքան հուզմունքով ասեց ու փաթաթվեց երկուսիս, ես միջև Եթե հիմա էլ նայես, վայ թե ինչ։ Այո, հիմա Հավատացեք, նշույլներ կան։ հավատացեք, ես այդ օրվանից հետո չգիտեմ ոնց ասեմ, ոնց փոխվեցի ու տենց էլ ապրում եմ միջև էսի։ Դա փոխվել չի։ Չգիտեմ, Դա ինչու այդ հատկանիշը ավելի սկսեց ընդգծուն լինել։ Մի բան էլ անպայման ասեմ, որ հրաշալի ընտանիքի հայր է, չգիտեմ ինքը դա չի ասել։ Ինքը հիմա կանդրադառնա։ Չէր ասի, որովհետև երկու հրաշալի զավակ ունի, տիկինը լավ աղջիկ է շատ դաշնակահարուհի։ Մի խոսքով եւ ընտանիքը բոլորը արվեստով շնչող, արվեստով ապրող Մարտիկ են։ լավ հայր է։ Բրավո։ Շնորհակալ ենք մայստրո։ Շատ շնորհակալ ենք, ցավը տանեմ։ որ ժամանակ գտաք ու միացաք մեր զրույցին։ Սիրով, Շնորհակալ ենք անչափ։ Լավ եղեք։ Դուք էլ։ Սելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը Կամո Սեյրանյանի հետ, սակայն մինչ զրույցին անդրադառնալը ուզում ենք բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ շարունակում եք մնալ հավատարիմ ու անդավաճան եւ հետևում եք մեր բոլոր եթերներին, ինչպես հեռուստայի եթերից, այնպես էլ YouTube-յան մեր հարթակից։ YouTube-յան ալիքում փորձեք գտնել Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ կտեսնեք մեր բոլոր եթերները։ Իսկ հիմա շարունակենք մեր զրույցը մեր շատ սիրելի Կամո Սեյրանյանի հետ։ Կամո, մի փոքր խոսենք ձեր ընտանիքի մասին, ինչպես հանդիպեցիք ձեր կնոջը եւ արդյոք եղավ սիրո խոստովանություն։ Արայք ջան, կարճ կոնկրետ պատասխանեմ այս հարցին։ Ես նշեցի, որ ուսումնարան էի սովորում, երրորդ կուրսը ավարտեցի, փորձեցի կոնսերվատորիան, որ ես ընդունվեցի, արդեն դառա կոնսերվատորիայի ուսանող, բայց իմ ուսումնարանից ընկերները 4-րդ կուրս էին շարունակում, ու ես գիշերցել եք, ես դասս պրծնում էի կոնսերվատորիայում, մի անգամից կոնսերվատորիայից բարձանում էի Արնո Բաբաջանյան, մանումենտի վերևը Ազատության փողոցի վրա, ու այդ տարին կինս առաջի կուրսի ուսանող էր
Բաբաջանյանում դաշնամուրային բաժին եւ այդտեղ տեսանք, ծանոթացանք։ Իսկ եղավ ավանդական հարսանիք։ Ավանդական հայկական Սիրուն հարսանիք։ Սիրուն հարսանիք, համեստ։ Հարսանիքի ժամանակ նվագել եք։ Իհարկե։ Շատ լավ։ Կամո իսկ շատ էին հյուրերը հարսանիք։ Չէ, Չէ։ չէ։ Հետո արդեն ծնվեցին ձեր որդին եւ դուստրը, ձեր Այո, կյանքի մեծ իմաստները եւ այսօր նրանք էլ են ընտրել երաժշտությունը եւ երգի ճանապարհը եւ հրաշալի երաժշտական համարներ են ներկայացնում, ես բարբերաբար հետևում եմ ու հիանում եմ։ Շնորհակալ եմ։ Իսկ մի հարց էլ տամ, դուք շարունակեք, իսկ ձեր հայրիկի նման դուք եք սերը դեպի երաժշտություն սերմանել նրանց մեջ, թե իրենք են ընտրել։ Չէ, իրանք են ընտրել։ Իրենք են ընտրել։ Լևոնը ծնված օրվանից արդեն երաժշտական էր, 3-4 տարեկան էր, Armenia TV-ով հաղորդում կար Bernard Show։ Այո։ Արտյոմն ու Արմենը մեր իմ շատ սիրելի ընկերները։ Armenia TV-ով Bernard Show-ն հաղորդում ուներ ու այդ ժամանակ կոնկուրս եղավ, Լևոնիկը չեմ հիշում 4-5 տարեկան էր, մասնակցեց դապ գործիքով Ալվեմ թապեմ փոշին երգեց, խաղիկներով, տենց 4 տարեկան։ Այն գլխից էլ մի քիչ ինքը քաղաքային ֆոլկլորի սիրահար էր։ Ահա։ Մղմղցնելով ու հավատացեք քվեարկությունով Լևոնը հաղթեց հերոստացույց։ 4-5 տարեկան էր Լևոնիկ, իսկ Սեդան մենք չէինք մտածում որ Սեդան կերգի, Սեդան 12-13 տարեկան արդեն այդ տարիքում իր երաժշտական տվյալները ի հայտ եկան։ Ու այսօր փայլում է իր կատարումները։ Այսօր միսակավարտի մագիստրատուրան, կոնսերվատորիան ավարտել, Լևոնը արդեն ավարտել է, կոնսերվատորիան էլ մագիստրատուրան էլ, Սեդան վերջի կուրսում է կավարտի։ Դե գիշեր ցերեկ միասին ենք, մենք մեր երաժշտական խումբն ենք արդեն։ Միջև Լևոնի Սեդայի մեծանալը իմ մտքով կյանքում չէր անցնում, որ ես ունենամ իմ բենդը։ Ես գիշեր ցերեկ սաղ աշխարհը ման էի գալիս իմ երաժիշտ ընկերների։ Այո, բայց հիմա ստեղծել եք արդեն Հիմա ստեղծել ենք մեր Սեյանյան պրոջեկտը, մեր կողք հավաքել ենք մեր լավագույն ընկերներին, համ լավագույն ընկերներ, համ լավագույն երաժիշտերին հանրապետության եւ ստեղծագործում ենք շրջում ենք հյուրախաղերով։ Այո, ելույթներ եք ունում։ Այո։ Թող երաժշտությունը ձեզ նոր թևեր տա Կամո ջան, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեք այդքան գեղեցիկ ընտանիք, որի մեջ իշխում է սերը եւ երաժշտությունը։ Եվ իմ այս գաղտնի տուփում կա մի իր, որը ձերն է։ Հիմա ես կփորձեմ փոխանցել, տեսնեմ կհասկանաք, այսինքն կհասկանաք։ Աման։ Քանի տարվա պատմություն ունի ձեր համատեղ կյանքը, 25 կամ ո՞։ Հիմա ասեմ, այս մատանիների պատմությունը։ Ահա։ Սրանք ձեր ամուսնական մատանիներն են, չէ՞։ Ես հիմա ասեմ ձեզ։ Մեկը ամուսնականն է։ Այո։ Այս մեկը, այսօրվա պես հիշում եմ, ես որ ընդունվել էի կոնսերվատորիա, այս ասեցի չէ՞ որ Չարենցավանում ենք հացի փուր ունեին։ Այո։ Մեր հացի փրի աշխատողները հավաքվել էին ինձի նվեր էին առել։ Ես ձեզ ով տվելա չի պատմել պատմությունը։ Պատմել են, բայց մենք ուզում ենք ձեր շուրթերից լսել այդ պատմությունը։ Իսկ ես զորգաճ տված։ Այո, ամուսնական մատանինը։ Եղել է մի ելույթ, որ դուք բեմում լինեք, դուք հնչյունները ներկայացնեք հանդիսատեսին եւ հուզմունքն այնքան մեծ լինի, որ չկարողանաք շարունակել նվագել եւ երբ է դա եղել։ Չէ, միջև վերջ նվագել եմ։ Միջև վերջ, բայց արդեն խեղդվելով դա Հայկոյի մայից հետո իր առաջին Հայկոյի նվիրված համերգներ, մարզը համերգային համալիրում Հայկոյի իր ծննդյան օրը օգոստոսի 25-ին Հայկոյի նվիրված համերգին ես խեղդված մի կերպ նվագեցի, վերջացեցի։ Բայց հետաքրքիրը գիտեք որն էր, ուժերս հավաքեցի բարձրացամ։ Միջև իմ ելույթը կուլիսներում մեկս մեկին հանգստացնում էին։ Ես էկրանին պարզ ասում եմ, երեխու նման զռում էի։ Ասում էի չեմ կարա նվագեմ։ Գիտեք ոնց ինձանից առաջ ելույթներ եմ նայում,
էկրանին Հայկոյի վիդեոներ եմ նայում ու ասես քանդվում եմ ու նրա ստեղծած երաժշտությունը դե մենք միասին այդ սաունդթրեքները սպանված աղավնի խաչագողը մանալուս մի տարի առաջ Արարատ ստեղծագործությունը ես խոսք եմ տվել որ պետք է այդ ստեղծագործությունը սիրուն մասշտաբային կյանքի կոչվի ապրես մատուցեմ այս ժողովրդին բայց ես ինձի հավաքեցի ու նվագեցի բայց կեսից արդեն խեղդում եմ դե օրինակ դաշնակահարը կամ ջութակահարը կարա համուզվի համ նվագի բայց մեր լրիվ մեր ֆիզիկականը ոնց կարա մարդ համ ու ամեն ինչը շնչի հետ է կապված կարողանա օդը հավասարաչափ գործիքին տալ վերջը մի կերպ ես հավաքեցի ու Կամո որն է կյանքի ձեր ամենասիրելի նոտան կյանքի նոտան երաժշտության նոտան չէ կյանքի նոտան որ նոտան գերություն անելը բրավո ինչպես եք ընտրում ձեր ընկերներին Էդի այդից չի աստված տալիս է Աստված տալիս է այդ րոպեին մարդը գալիս է բռնում ես նիստուկացը մի հատ լավ ավակ ընկերն եմ ասում պետք է ընկերոջդ քայլվածն է քո դուրը գա իրոք մի մարդ եթե իմ ուզած ձևով չքայլես այդ մարդու հետ կաման չեմ դաժեմ մտնեմ չգիտեմ մի հատ կաֆե պետք է ամեն ինչ ընկերոջդ քո դուրը գա իրա նիստուկացը իրա պավազկը իրա Պետք է համարյա մի մարդ լինեք, սենց ասեմ։ Ճիշտ է։ Իմ կյանքիս նոտան դա ընկերությունն է։ Աշոq Ջիվանին ասում է, չէ, բարի գեղեցիկ առաքինի ընկերը մարդուն։ Արևի պես փայլեցնում է մարդուն։ Ընկերությունն է իմ կյանքիս նոտան ու աստուծո շնորհակալ եմ։ Լավ ընկերներ ունեմ։ Ես ոնց որ նվիրվում եմ, այդտենց էլ իմ ընկերներն են ինձ նվիրված։ Կամո, ինչ է ձեր կարոտի անունը։ Իմ կարոտի անունը մի քանի բան կարա լինի։ Այս րոպեի դրությամբ իմ կարոտի անունը կարա լինի Արցախը։ Այդ հողու ջուրը, որ ես վայելեցի վերջի 15 տարում։ Չեք պատկերացնում ինչքան է ուրախանամ, որ մի հատ համերգեր լինում կամ չգիտեմ ընկերներով պետք է գնանք այս րոպեի դրությամբ այդ հողու ջուրը կարա լինի։ Շատ գեղեցիկ բնութագրեցիք։ Իսկ որտեղ են գտնում կյանքի կարևոր արժեքները ու կյանքի մեծ իմաստը ինչի մեջ է։ Ամենամեծ արժեքը կյանքի դա մարդու ինձ թվում է ընտանիքն ու իրան շրջապատող մարդիկ են։ Դրանից լավ արժեք չկա։ Լավ ծնողներ, լավ երեխեք, սկսած լավ ընկերներ, նորից էլի ոնց գնում են ընկերներս։ Այո, նորից ընկերներն են։ Ինչու՞ չէ, լավ հարևան, մարդ մի կյանք ապրում, պետք է սիրուն շրջապատված ապրի։ Կամո, եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ վերնագիր կունենա։ Ինչ վերնագիր։ Ինչ վերնագիր կտակ այդ գրքին։ Այդ շատ էս հաղորդումը լրջասեր էս հումորով մարդ է։ Հումորով վերնագիր ընտրեք։ Ամոսանի պրեշարուները խոսքի Չէ։ Ինչ վերնագիր կտակ։ Շատ հետաքրքիր է ձեր կյանքի պատմությունը։ Նա հետաքրքիր բան ասեմ։ Այս վերջում երևի տեսել եք, որ սկսել եմ խոհանոցում։ Ես այդ հարցին էլ պիտի անդրադառնայի։ Ձերքիս համը դուդուկիս դամը, սես բան եմ մտածել։ Բրավո։ Բայց հետաքրքիր վերնագիր է։ Ես հիմա ես մի ամսվա բան եմ ասում, բայց ես մի 4-5 տարի այս ուտելիքներ եմ։ Բայց կամո շատ լավ է ստացվում։ Ես գիտեմ որ լավ է ստացվում։ Օրիգինալ։ Ես գիտեմ որ լավ է ստացվում, բայց ես մի ամիս առաջ ասի նկային մի հատ մանդրից մի բան մտածեմ, այդ անունը աճացնեմ։ Ահա։ Որովհետև տարիները թռնում է գնում ու այդ վիդեոներս, ասենց ասեմ, 10 անգամ ավելի շատ պրասպոտեր ունի, քան թե համերգային կատարումները։ Բայց օբշի աշխարհում ասենց ասեմ, մենակ իմ մոտ չէ, որ նայեմ ես YouTube-ում, չէ, կամ Facebook, Instagram կուլինարնի։ Այո։ Բլոգերությունը ավելի մարդիկ կանգնում են նայում են, հաստատ երկ երաժշտություն համերգ։ Այո, միշտ առաջատար դիրքերում է դա։ Ապրես, այսօր
նոր եմ մտածել մոտ վերջի մի երևի ամիս 2 ամսվա մեջ ձերքի սամը դուդուկից դամը։ Շատ գեղեցիկ անուն է։ Ես ում մի օր կգրվի այդ գիրքը կամ։ Աստված։ Իսկ կյանքում լռությունն եք ավելի շատ սիրում թե աղմուկը։ Ես բան ես Աղմուկն է սիրում։ զրնգան մարդ եմ։ Աղմուկն է ձեզ համար։ Հա։ Բայց ունեմ ընկերներ, որ իրանք լռեն, բայց ես պաշտում եմ այդ ընկերներից։ Ես իրաց տեղը մնացած շուխուր ես կանեմ, ասում եմ ձեզ sense ասում է։ Հաճախ են լինում ընկերական հավաքույթները։ Աստծո ամեն օր։ Իսկ կամո ինչ հաճախականությամբ եք որոշում, որ պիտի ինչ-որ մի համեղ բան պատրաստեք։ Դա հենց այդ ընկերական հավաքույթների ժամանակ է, թե կարա նաև ընտանեկան հավաքույթներ լինեն։ Ընտանեկան հավաքույթների ժամանակ ընկերական այս ամառվա սեզոնին կարելի ասել իմ մաղալիս ծուխը չի կդրվում, որովհետև այդտեղ ծոր չկա դրսից մի հատ լավ ընկեր Հայաստան չկա։ Չգա։ Ախր ես էլ գնում եմ իրանք են ինձ նույն ձև դիմավորում։ Գնում եմ Փարիզ են դիմավորում, գնում եմ Լոս, Մոսկվա ու ես այդ ընկերների սաղից հավը տանեմ, ինձ ձեռից ձեռ են տանում են, հարգում են, պատում են, ես էլ պարտավոր եմ իրանց։ Բայց մի բան ասեմ, ես օրալը մի քանի հոգնում թևերս ընկած են տանում։ Կամո ջան, մենք արդեն կամաց հասնում ենք ձեր նամակին։ Այս ծրարը որ կա, սրա մեջ ձեզ նամակ կա։ Ձեզ համար թանկ ու հարազատ մի մարդ է գրել այս նամակը։ Վերջում գրված չի ով է։ Հիմա դուք բարձրաձայն կկարդաք եւ եթե չկռահեք, ես ձեզ անպայման կհուշեմ։ Ձեռագիր չէ, տպագիր է։ Որ անգամ ձեռագրից չկռահեք։ Սիրելի մարդուս, այս նամակը գրում եմ մի սրտից, որը աննկատ կերպով միշտ քո կողքին է եղել, թեև անուն չունի, ձայն չունի, բայց այն զգացել ես մանկությունից։ Երբ առաջին անգամ սայթաքեցիր ու ոտքը ցավել էր, երբ առաջին անգամ մի բանից վախեցար ու մի հանկարծակի հանգստություն իջավ հոգուդ մեջ, այդ զգացողությունը հիմա էլ քեզ հետ է, թեկուզ չես նկատում։ Հնարավոր է կյանքում շատ բաներ քեզ շեղեն, մարդիկ, սպասումներ, սխալներ, բայց մի բան կա, որ միշտ կյանքում է քո արժեքը։ Ոչ ոք չի կարող փոխել այն լույսը, որը կնում ես ներսումդ։ Գուցե ինքդ էլ երբեմն մոռանաս այդ լույսի մասին, բայց նա երբեք չի մարում։ Երբ մութ է լինում, հիշիր, մեկի աչքերում դու միշտ պայծառ ես մնացել։ Ձգտիր մեծ բաների, բայց մի մոռացիր ժպիտը, բարությունը, ձեռք մեկնելը, իսկ երբ կյանքը ծանր լինի, հիշիր ինչ-որ մեկը միշտ աղոթել է քեզ համար, անգամ այն ժամանակ, երբ դու չգիտեիր, որ աղոթքի կարիք ունես։ Մի մոռացիր, որ դու անսահման սիրված ես, միշտ կլինես սիրված, միանգամյան անկեղծ սիրով մեկը, ով միշտ կողքիդ է։ Ո՞վ է նամակը։ Անձամբ ուզում եմ ասեմ, այս ինքնա գրել սենց։ Այո, նրա խոսքերն են, մենք Դուք ուղղակի տպան եք արել։ տպագրել ենք, այո։ Շատ թանկ մարդ է քեզ համար։ Դուստրդ նրա անունն է գրում։ Մայրս։ Նամակի եղանակը ձեր մայրն է, Սեդա Սեյրանյանը։ Մամ ջան։ Ցավը տանեմ։ Հենց նա է, որ անգամ եթե աղոթքի կարիք չունենաս, նա աղոթում է, ինչ հետաքրքիր խոսք կար այդտեղ կամո։ Ես աղոթել եմ քեզ համար, անգամ այն պահին, երբ դու աղոթքի կարիք չես ունեցել։ Բոլոր ծնողներն են իրանց երեխեքի համար ամեն օր աղոթում։ Այո։ Այդտենց է։ Տիկին Սեդա, անչափ շնորհակալ ենք այս խոսքերի եւ ձեր նամակը մեր տաղավար ուղարկելու համար։ Արայք ջան, ես չգիտեի ձեր հաղորդումը սենց սուզիչ հաղորդում է։ Բա որ ասում եմ, Մայստրոյի գալը։ Ես էլ ճիշտ ասած անկեղծ ասեմ, ասեք։ հաղորդման ադմինիստրատորը, որի հետ կապնվեց, նախ չգիտեի հաղորդման մասին։ Ահա։ Վիդեոներ ուղարկեց, դե մի անգամ քեզ տեսա իմ 100 տարվա բարեկամ լավ ընկեր,
ու առաջի հաղորդումը տարբեր լինքեր ուղարկեց YouTube-յան։ Առաջինը որ բացեցի Ռուբեն Մաթեոսյան 5 րոպե նայեցի, ասիկի գնամ ես հաղորդում։ Մեր վերջին եթերն է եղել։ 5 րոպե ասում եմ նայեցի։ Շնորհակալ ենք ամ։ Ու մի հատ բան ասեմ, ձեր հաղորդման միջոցով ես Ագի մայստրոյի կյանքից բաներ լսեցի։ Այո, շատ Եղբոր կորցնելը քույրիկ ու շատ հուզիչ էր։ Մենք տաղավար բերեցինք մայստրոյի հայրիկի պատերազմի դաշտից ուղարկված ճաշամանը, ոչ ոք չէր սպասում։ Այնպես որ խոստովանություն հերոստանախագիծը կոչված է մարդկանց կյանքերը ճիշտ ներկայացնելու։ Բրավո, ապրեք։ Մենք շնորհակալ ենք, ամոջան, շնորհակալ ենք։ Թող ձեր կյանքում միշտ հնչի ձեր հոգու երաժշտությունը։ Թող կյանքը ժպտա արևաշատ լույսերով ու այն սիրուն երաժշտությունը, որ դուք միշտ ներկայացնում եք, մենք առիթ ունենանք հավերժ վայելելու Կամոյի կատարմամբ։ Շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող այսպիսին էր մեր շատ սելի Կամո Սերյանյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով։